Շատ կարևոր տոն է մեր երիտասարդների համար։ Ով էր Սուրբ Սարգիսը, մի զորավար, որ հավատքի համար պատրաստակամ էր եւ իր որդին էր նույնպես եւ իր զինվորներն են։ Եվ իրենց հավատքի համար նահատակվեցին Պարսկաստանում։ Այս օրերին Նինոցմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցին լեցուն էր հավատքով, աղոթքով ու երիտասարդական ոգով։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի հունվարի 31-ին նշեց արագահաս, սիրո եւ խնդրանքակատար բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի տոնը, որը Գարեգին Բեի ամենայն հայոց հայրապետի տնօրենությամբ հռչակված էր որպես երիտասարդների օրհնության օր։ Տոնի նախօրեին հունվարի 30-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց ժամերգություն, որի ընթացքում հավատացյալները միասնաբար աղոթեցին խաղաղության, սիրո եւ հոգեվոր զորացման համար։ Կատարեցինք ժամերգություն, նախատոնակներ Սուրբ Սարգսի, քանի որ Սուրբ Սարգսի տոնը վաղն է, շաբաթ օրը, մեր եկեղեցին Սուրբ Սարգիսն է եւ Սուրբ Պատարագը մատուցի ժամը 10:30 վաղը։ Նախատոնակի օրը դե ժողովրդական ավանդույթ կա, այդ աղի բլիթները, բայց մեր նպատակը, որ երիտասարդներին նախատոնակի օրը հրավիրում են կան պատարագին մասնակցելու։ Եվ այս քանի որ մեր Սուրբ Սարգիս եկեղեցիներում այդ օրը պատարագ են մատուցում։ Եվ շաբաթ օրը այստեղ պատարագը կանենք, իսկ Կիրակից Մեծ Գոնդուրայի Սուրբ Հակոբ եկեղեցում էլի 10:30 պատարագ կանենք։ Ժամերգությունից հետո օրհնեցինք երիտասարդների օրհնության կարգը կատարեցինք, նաև վաղը պատարագի վերջում նորից երիտասարդների օրհնության կարգը կկատարենք, քանի որ Սուրբ Սարգիսը մի զորավար էր, որ շատ հզոր հավատքով նահատակվեցին իր մարտիրոս որդու եւ 14 զինվորների հետ Պարսկաստանում։ Իրենք զինվոր էին, բայց նաև ծառայում էին Աստծուն, իրենց բարի գործերով, հասնելով մարդկանց, օգնելով մարդկանց, պատրաստակամն էին։ Եվ դրա համար մեր երիտասարդներին հորդորում ենք, որ իրենց հավատքի մեջ նախաձեռնող լինեն, պատրաստակամ լինեն, մասնակցություն բերեն, պատարագների մասնակցեն, կարդան Սուրբ Գիրքը, Աստծո խոսքը ճանաչեն եւ ապրեն Աստծո կամքի համաձայն։ Եվ բնականաբար նաև պատարագին քարոզի հիմնական մասը այն կկազմի, որ մեր երիտասարդներին պիտի հորդորենք, որ Աստծով ակտիվ կյանք ունենան եւ Աստծո կամքի համաձայն ապրեն։ Երիտասարդները շատ երիտասարդների օրինակ լինեն Սուրբ Սարգսի պես։ Մարդ, որ նահատակեց հանուն հավատքի, չուրանալով իր հավատքը եւ ընդունելով Աստծուն, Քրիստոսին ընդունելով եւ դրա համար իրեն նահատակեցին։ Եվ սա մեզ համար մեծագույն սուրբերից է համարվում, որ ինքը օգնում էր երիտասարդ զույգերին, որպես հասնեին իրան։ Եվ դրա համար ես այս մեր երիտասարդների օրհնության կարգն է եւ գալիս են օրհնություն են ստանում։ Օրհնություն ստանում, որպեսզի իրենք Աստծով լցված լինեն պատրաստական զինվորը մեր Աստծու եւ բարեխոսությունն են խնդրում Սուրբ Սարգսի, որ հասնեն իրենք իրենց նպատակներին։ Լավ, շատ կարևորում ենք, որ վաղը գան պատարագին մասնակցեն, Սուրբ Սարգսի բարեխոսությունը խնդրեն, օրհնությունը ստանան եւ ակտիվ քրիստոնեական կյանքով ապրեն, կարդան Սուրբ Գիրքը, մասնակցեն պատարագներին, հետաքրքրվեն, իմանան, տեղյակ լինեն ու դառնան այդ եկեղեցու այդ հավատքի զինվորը, ոնց որ Սուրբ Սարգիսն էր։
Ժամերգության ավարտին կատարվեց երիտասարդների օրհնության կարգը, որի ընթացքում եկեղեցու պակը լցված էր ջերմ աղոթքներով ու հույսերով։ Երիտասարդներին բաժանվեցին աղի բլիթներ, որպես հավատքի ու ավանդույթի խորհրդանիշ, իսկ տոնի օրը հունվարի 31-ին Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում հավատացյալները միասին խնդրեցին Սուրբ Սարգիս Զորավարի բարեխոսությունը իրենց կյանքի ճանապարհին առաջնորդվելու, սիրո ու համբերության մեջ զորանալու համար։